մարդիկ, որոնք շատ ավելի, գիտեք, ասենք, այնինչ այսօր ենք լսում իշխանական տարբեր պաշտոնատար անձանց կողմից, ոչ միայն հայհոյանք են, այլ անպատվություն ազգին, հայրենիքին, այդ մարդիկ ազատորեն շրջում են։ Հենց այս 2 օրերին ես կարող եմ օրինակներ բերել, բայց բավական է դրանց պատասխանում ես, ապա անմիջապես իրավապահ մարմինները հայտնվում են ձեր տանը, ոնց որ հայտնվեցին Վազգենենց եւ Նարեկենց տանը, ու բերման են ենթարկում ու հետո պարզվում է, որ քրեական գործ կան, էլ բերման ենթարկելու ձևը նույնիսկ անընկալելի, անընդունելի է։ Այնպես որ այդ առումով ես նորից եմ կրկնում մեր բոլոր քաղբանտարկյալները, ես դեռ չեմ խոսում արքիեպիսկոպոսների, եպիսկոպոսների, քահանաների, որոնց նկատմամբ այսօր մեծ ինֆորմացիա էր գնում, նայիսկ համաշխարհային ինչ-որ գործընթաց է սկսվել, սատանիստական, եւ սա այդ սատանիստական գործընթացներից ամենակարևորներից մեկն է, որ ստանձնել է Նիկոլը եւ նրա իշխանությունը եւ նրանք փորձում են այդ կերպ նաեւ ուրեմն եկեղեցին դնել մեծ ճնշման տակ։ Վեհապար Հայրապետին արգելվել է ուրեմն թեմերը, որոնք գտնում են Սուրբ Էջմիածնի ուրեմն անմիջական ղեկավարության տակ այցելել։ Ավելի մեծ թշնամություն հայ ժողովրդին երբևէ որևէ մեկը չի արել։ Բայց Քաբլիցի Վեհապար Հայրապետը շատ անկոտրում է, եւ ես երբեմն մտածում եմ, թե ինչու հենց 99 թվականի հոկտեմբերի 27-ի այդ դաժան օրը Աստծո կամոք ընտրությունը կանգնեց Գարեգին II Վեհապար Հայրապետի վրա, որովհետև շատ պարզ է, միայն այս մարդն էր գուցե Աստծո իմացությամբ, որ կարող էր դիմակայել այս կարգի թշնամի իշխանությունների ճնշումներին եւ չերերալ ու հայ առաքելական Սուրբ եկեղեցին պահել անսասան։ Դրա համար ես նաեւ համբերություն եմ ցանկանում մեր արքիեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին, իհարկե երկուսը հիմա տնային կալանքում են, մեկ արքիեպիսկոպոս եւ եպիսկոպոս, մյուսները նստած են նույն կարգավիճակներով։ Սա դաժան երևույթ է։ Նույնիսկ եմ գրում հայոց պատմության մեջ աննախադեպ։ Այսինքն Նիկոլը ինչ արել է դրանք աննախադեպ են եղել։ Եվ այդ բոլոր աննախադեպները եղել են բացառապես ի վնաս Հայաստանի ու հայության։